Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Մարդկային գործոնն այս ամբողջ ընթացքում փորձել է պարբերաբար անդրադառնալ շատ խնդիրների, որոնք հիմնավորապես կապված են սոցիալապես անապահով խմբերի հետ կամ ավելի թիրախային կետում գտնվող խմբերի հետ։ Բոլոր այն խնդիրները, որոնք առնչվում են սոցիալապես խոցելի խմբերին, բարձրաձայնելով փորձում ենք տալ առաջին հերթին համակարգային լուծում։ Այսօր, որքան էլ որ ցավալի է փաստը, մենք կրկին անդրադառնում ենք մանկատան երեխաներին, որովհետև կրկին սոցիալապես խոցելի խմբերից են հենց մանկատան սաները եւ շրջանավարտները մասնավորապես։ Ավարտելուց հետո ինչպես են նրանք կարողանում շարունակել իրենց կյանքը։ Ինչպիսի ծրագրեր է պետությունն այս ընթացքում իրականացրել, քանի որ եղել են բազմիցս տարբեր ծրագրեր, որքանով է այդ ծրագիրը եղել արդյունավետ, ինչպիսի նոր հետաքրքիր նախագծերով են հանդես գալիս ներկայումս համապատասխան մարմինները։ Այս ամենի մասին խոսելու ենք այսօր եւ փորձելու ենք հասկանալ այնուամենայնիվ ինչպես գտնեն տանիք այն ընտանիքները, որոնք թեև դուրս են եկել մանկատնից, բայց արդեն կառուցում են առողջ լիարժեք ընտանիք։ Ինչպես նրանք կարող են դառնալ հասարակության լիարժեք անդամ։ Ասում եմ բարի երեկո իմ հարգարժան հյուրերին եւ ներկայացնում նրանց։ Այս կողմից մանկատան շրջանավարտներ են, որոնք ունեն եւ տան խնդիր, եւ կեցության խնդիր։ Հայկանուշ Անտոնյան, բարի երեկո։ Մարինե Սարգսյան, բարի երեկո։ Եվ Նելի Հովակիմյան, մանկատան շրջանավարտ, Վալենտին Եպիֆանովի կինն է, մենք դեռևս կմանրամասնենք։ Այս կողմում մեր մասնագետներն են, փորձագետները, մարդիկ, որոնք կօգնեն այս կամ այն կերպ հարցերին լուծում տալու կամ պարզապես ներկայացնելու դրանց մասնագիտական կողմը։ Փանոս Տեր-Լեմեզյանի անվան Գեղարվեստի քոլեջի տնօրեն, երեխայի պաշտպանության փորձագետ Աննա Մնացականյան, բարի երեկո։ Սոս մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն պարոն Աշոտ Քոչարյան, բարի երեկո, եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Տիկին Աստղիկ Մինասյանը, բարի երեկո։ Ես հասկանում եմ, որ այս ցավոտ հարցը միշտ չի, որ հաճելի է քննարկել, սակայն այսօր վստահ եմ, որ մենք կկարողանանք օգնել մեր հյուրերին, որոնք ունեն խնդիր կապված հենց տների հետ։ Նախ սկսենք առաջին հյուրից, Հայկանուշ Անտոնյանից։ Հայկանուշ, կարող եք հակիրճ ներկայացնել ձեր խնդիրը։ Խնդիրը կայանում է նրանում, որ մերժել ինձ տրամադրել բնակարան պատճառաբանելով, որ ես ունեմ սեփականություն, դա գտնվում է Արջոտ գյուղում, Վանաձորում, դա եղել է մեր բնակարանը, որը վաճառվել է, երբ մենք եղել ենք մանկատանը անչափահաս, դա վերագրել են ինձ հիմա սեփականություն, դրա հիմունքով մերժել են։ Հայկանուշ, հետ գնանք մի քիչ նորից հասկանանք։ 2008-ին դուք արդեն դուրս եք եկել, որ մանկատանն էիք մինչև։ Վանաձորի տան 2։ Քույր ունեք։ Ունեմ, քույրեր։ Քույրեր, քանի հոգի են։ Մենք ընդհանուր 7 երեխա ենք եղել։ Վաու։ Բայց բոլորին որդեգրել են, բացի մեծ քրոջիցս։ Ինքը շուտ է դուրս եկել մանկատնից։ Իսկ դուք։ Ես մնացել եմ, սովորել եմ եւ ամուսնացել դուրս եմ եկել։ Լավ, Հայկանուշ, ներողություն եմ խնդրում հարցիս համար, ձեր մայրը ֆիզիկապես ողջ էր։ Ոչ։ Հիմա արդեն ոչ։ Իսկ որ թվականին է մահացել։ Հենց 2008 թվականին։ 2008-ին, բայց մինչև էդ է հանձնել մանկատուն երեխաներին։ Հա։ Լավ, ինչպես են գտել այն սեփականությունը, որի համասեփականատեր եք հանդիսանում դուք ըստ փաստացի տվյալների։ Գտել են կադաստրում հարցում անելով, որ ինձ պետք է արդեն տրամադրեին բնակարան Սպիտակ քաղաքի Գլենդել թաղամասում, արդեն որ պետք է կանչեին բնակարանը տրամադրելու, ինձ ասացին, որ կադաստրում հարցում են նայել եւ որպես սեփականություն գտել են այդ հասցեի բնակարանը, որի հիման վրա մերժել են։ Հայկանուշ, կարող եք ասել, որ ծրագրի հետ կապված եք դուք դիմել, որպեսզի ձեզ տրամադրեն բնակարան։ Որ թվականին եք դիմել։ Որ թվականին, հենց 2005-2006 թվականներին։ Լավ, կարող եք ասել այն սեփականությունը, որի մասին խոսեցիք, ում անունով էր գրանցված։ Մայրիկիս։ Լավ, դա վաճառվել է ուրիշին։ Եվ չկա փաստացի ապացույց, որ արքու վաճառք է իրականացել։ Ընդամենը կա նոտարիում ինչ որ գրված փաստաթուղթ, որ մայրիկս վաճառել է տունը տվյալ անձին 500 $500 եւ չունի պարտքո պահանջուրից ոչ մի բան։ Իսկ այդ ժամանակ շփում եղել է մայրիկի հետ, իմացել եք, որ կա տուն առհասարակ, որ այդ տունը կարող է վաճառվել։ Մենք իմացել ենք, որովհետեւ հենց այդ տնից ենք մենք գնացել մանկատուն։ Իսկ վաճառքի մասին իմացել եք։ Վաճառքի մասին չենք իմացել ամենակ մեծ քույրս, որովհետեւ ինքը արդեն անձնագիր է ունեցել, չափահաս է եղել, իրան տարել են, որ ինքը հրաժարվի, դուրս գա գրանցումից։ Իսկ մնացածից ոչ։ Հայկանուշ, կապվել եք այն կնոջ հետ, որ բնակվում է այդ տանը։ Այո, իհարկե։
Իսկ ինչպես է նա ապրում, արդյոք խիղճը հանգիստ է ապրում, երբ որ թղթաբանական առումով որևէ ձևակերպում արված չի։ Շատ խիղճը հանգիստ է, որովհետև ես մի քանի անգամ գնացել եմ իրանց տուն ու խնդրել եմ, որ ինքը կատարի այդ իր ամբողջ գործարքը, որպեսզի այն վրայից դուրս գա այդ գրանցումը ցույց չտա, որ ես սեփականատեր եմ։ Նկատի ունեք, որ փաստացի գրանցվի որ իր սեփականությունը դա որպես լինի։ Իսկ ինքը պատճառաբանում է, որ ինքը ֆինանսիոն է այդքան, որ կարողանա գործարք կատարել։ Շնորհակալություն Հայկանուշ, տիկին Աստղիկ, համենայն դեպս դուք ամենաճիշտ ձևով կասեք, որոնք են լուծումները։ Հաջողանոտ է։ Վստահ եմ։ Որտեվ եւ ինքն է մեզ դիմել, եւ մարդու իրավունքի պաշտպանն է դիմել, եւ բնականաբար առաջին հերթին մենք իմացանք, որ սեփականության իրավունքը գրանցված է դեռևս Եվ մեր նախորդ հաղորդումների ժամանակ դուք հիշում եք, որքան մենք ասացինք, որ 2013 թվականի օգոստոսի 1-ից փորձել ենք կանոնակարգել եւ դնել փաստաթղթային հիմքերը, սուբյեկտիվ գործոնը հնարավորինս բացառել եւ հստակ կարգով կանոնով, ինչպես ասում են, կարողանանք խնդիրը լուծել։ Մեկ հարց տիկին Մինասյան, այսինքն սուբյեկտիվ գործոնը բացառելով նկատի ունենք հենց կոնկրետ իրավունք փաստաթղթային հիմքերով, որոշումներով, որ կարողանանք իսկապես հստակ առաջ գնալ այդ հարցերով։ Նախ կուզենամ ձեր առաջին խոսքից սկսեմ, դուք երեքին եք ներկայացրել այստեղ հաղորդմանը ներկա են։ Միանգամից ասեմ, որ մանկատան շրջանավարտներից 227-ը դեռևս հերթում են։ Այնպես որ երեքին տեսնելով ես պատկերացնում եմ 227-ի հետ եմ առնվազն զրուցում, որովհետև նրանց կողքին կան եւս 111 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, որոնք հերթում են, եւս 23 սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնք նույնպես հերթում են, թվով 361։ Այսինքն որպես նախարարություն մենք գոնե այս պահին ակնհայտ գիտենք, որ գոնե 361-ի հետ կապված խնդիրներ ունենք։ Տիկին Մինասյան, նկատի ունեք չափահաս դարձած արդեն։ Այո, խոսք վերաբերում է չափահաս, ովքեր դիմել են, որոնց իրավունքը դիմելու պահին ճանաչվել է եւ բնականաբար բոլոր ժամանակներում այդպես է եղել, կացարանի հատկացման ժամանակ կրկնակի ուսումնասիրվում են բոլոր տվյալները։ Այդ կրկնակի ուսումնասիրության ընթացքում է, որ հայտնաբերվել է կոնկրետ Հայկանուշի անունով որպես համասեփականատեր սեփականության գրանցման փաստը։ Այս պարագայում բնականաբար նախարարությունը, առաջին հերթին նաև սոցիալական ծառայությունը չէր կարող որոշումը դրական որոշում կայացնել, որովհետև եթե մի դեպքում գնում ես բացառության, սա արդեն նշանակում է հնարավոր բոլոր, այո։ Տիկին Մինասյան, մեկ վայրկյան կնեք, Հայկանուշ, քանի տարեկան էիք, երբ ձեր տնից դուրս եկաք։ Երևի 9, 2001 թվականին եմ գնացել։ Եվ դրանից հետո որևէ առնչություն այդ տան հետ չեք ունեցել, լավ։ Եվ 2008-ին դիմել էիք տան համար, 2005-ից սկսած դիմել եք տան համար, 2008-ին արդեն տունը ստանալիս սկսվել է այս խնդիրը։ Տիկին Մինասյան, փաստացի, երբ 9 տարեկան է եղել աղջիկը եւ ավտոմատ կերպով եղել է համասեփականատեր, անգամ չափահաս չի եղել, որպեսզի նրա կարծիքը հաշվեն այդ տան արք ու վաճառքը կարգավորելիս։ Հիմա երբ մեծացել է, քանի տարեկան եք Հայկանուշին։ 26 տարեկան է, չափահաս է եւ արդեն փաստացի իր մեղքով չի, որ ժամանակին եղել է համասեփականատեր։ Այդպիսիք 7-ն են։ Խնդիրների մի ամբողջ թնջուկ ներկայացրեցինք հնամակալության, հոգաբարձության, մարմին, գործարքը ձևակերպելու պատասխանատվություն, քայլերի հետագա հետևանքների գնահատում կոնկրետ մոր կողմից։ Այսինքն սրանք զուտ կացարանի խնդիր չէ։ Սա նշանակում է մի իրավիճակ, որ այսօր հնարավոր է որևէ երեխա, սրանից մի 15 տարի հետո ունենա նմանատիպ խնդիր, որովհետև, չգիտես ինչու, ձևակերպումները մինչև վերջ տանել չենք սիրում։ Ամեն ինչ իր անունով կոչել չենք սիրում, ձևակերպվում է մեկի անունով, բայց սեփականությունը մեկ ուրիշին է։ Եթե մենք այստեղ ընտանեկան նպաստի մասին խոսենք, նմանատիպ խոսակցություններ կլինի։ Ավտոմեքենան ունի, բայց ուրիշի անունով է, մաքսային վճարը կատարել են այս մեկի անունով, բայց իրականում ստացել է մեկ ուրիշը։ Շատ են գտնում տարբեր ճանապարհներ, բայց սա այլ տարբերակ է։ Սա այլ տարբերակ է։ Ես մի քիչ ուզում եմ ավելի հետ ժամանակաշրջան գնալ եւ ասել հետեւյալը. իմ բազային կրթությունը բժշկական է, ես կրթությամբ մանկապուժ եմ եւ բախտ եմ ունեցել մանկատանը աշխատել խորհրդային ժամանակաշրջանում։ Շատ հետաքրքիր քաղաքականություն էր վարում խորհրդային իշխանությունները մանկատների հարցում։ Եթե բոլոր խնդիրները իմն է, պետությունն է, ես կարողանում եմ լուծել, ապա յուրաքանչյուր մանկատուն ուներ պարտադիր շեֆ կազմակերպություն, որը մանկատանն էր աջակցում երեխաներին, եւ նրանք ավարտելուց կամ դուրս գալուց հետո գնում էին մեծ գործարաններ
հանրակացարաններ, կոլեկտիվներ ընդունում եւ այդ կոլեկտիվը հա եւ շեֆություն էր անում աշխատողներից մեկը եւ ինտեգրում էր եւ ընտանիքի հետ էր ծանոթացնում եւ ամուսնացնում էին, հերթագրում էին, բնակարան էին տրամադրում։ Ես ուզում եմ ասել հետեւյալը. կար հովանավոր, որը այսօր մենք լավագույն դեպքում կարող ենք ասել միջազգային հանրությունն է, եւ մանկատնից դուրս գալուց հետո կար կոլեկտիվ, որը կարող ենք ասել այսօր մեր հասարակությունն է ու մասնավորը, որը ոչ թե նմանատիպ հաղորդումը տեսնելուց հետո մի հատ հեռուստացույց կամ սառնարան կտաներ, այլ աշխատանքի տեղավորման հարց կլուծեր, որը անընդհատ նրա կողքին կանգնած, ոչ թե նրա փոխարեն խնդիրներ կլուծեր, այլ նրա կողքին կանգնած լիներ, ուղեկցեր, տեսներ, ուր գնաց։ Տիկին Մինասյան հրաշալի կոնստրուկտիվ բան եք առաջարկում։ Եվ սա այն քաղաքականությունն է, բացի նրանից, որ սա կոչ չէ, սա այն քաղաքականությունն է, որ նախարարությունը տանում է։ Մեկ հարց, փաստացի հիմա դուք եք որպես այս հարցում կարևոր ինստանցիայի ներկայացուցիչ այստեղ։ Եվ ես ընդունում եմ, որ փաստացի կա խնդիր, որովհետև մարդը համասեփականատեր է այն սեփականությամբ, որն իրենը չի եւ վաղուց իրենը չի։ Եւ այն, որ ժամանակին 9 տարեկանին նա չի կարողացել դա որևէ կերպ կոորդինացնել կամ համակարգել, սա իր մեղավորությունը չի, այլ հանգամանքների եւ անհաջող մոր ներեկից։ Համեցեք Աննա։ Ուրեմն հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է նաև մանկատան շրջանավարտներով, ինքն էլ հիմա կարծում եմ կզբաղվի Հայկուշի գործով 2002 կամ 3 թվականին, եթե չեմ կան փաստաթղթերի իրավական հիմքերը, կատարվել է գործարք, հա, Հայկուշի մայրը ստացել է $500,000 Արջուտ գյուղում քոթեջի դիմաց, մեկ հարկանի քոթեջ է։ Այնտեղ նորմալ է, այդ կինը իսկապես խիղճը չպետք է տանջի, որովհետև գործարքը կատարվել է երկու կողմի համաձայնությամբ, դա ուրիշ խնդիր, որ ոտնահարվել են Անտոնյան Հայկուշի։ Ես չասացի խիղճը տանջի Հայկուշի հետ կապված, այլ որ փաստացի չի բնակվում իր բնակարանում։ Արջուտ գյուղը փախստականաբնակ գյուղ է, ես ինքս այնտեղ ուրիշ ծրագրեր եմ արել, այսինքն այնտեղ սոցիալապես անապահով կոնտինգենտ է հիմնականում եւ այո, նոտարական գործարքը, եթե արժի 15-20 հազար դրամ, դա գումար է, որը ճակատագրական գումար է տվյալ ընտանիքի համար։ Ժամանակին չի արել Հայկուշի մայրը կամ առնող կողմը, բայց հիմա մենք փորձելու ենք վերականգնել Հայկուշի իրավունքները, որպեսզի ներգրավենք հետ ցուցակում, որովհետեւ գործարքը դե ֆակտո կատարվել է, դե յուրե չի կատարվել։ Հիմա արդեն հասարակական կազմակերպության իրավաբանը, որովհետև նոր էր, հա, ընթացքը եւ մենք նոր սկսեցինք զբաղվել Հայկուշի գործով, որովհետև մեզ համար էր անակնկալ։ Հիմա բոլոր իրավական հիմքերը արդեն հանվել են եւ մենք պիտի փորձենք կամ ձևակերպում անենք, օգնենք այդ մարդկանց ձևակերպում անել եւ այդպիսով վերականգնել ցուցակում կամ ինչ որ այլ լուծում գտնել։ Շնորհակալ եմ, որ առաջին հատվածում մենք գոնե ստացանք ինչ որ մի բանի լուծում։ Կարճատև դադարից հետո մենք կշարունակենք մարդկային գործոնը։ Մարդկային գործոնն է եթերում եւ այսօր շատ մարդկային կերպով երկու կողմերը քննարկում են այն հարցերը, որոնք առաջացել են, խոսքը մանկատան շրջանավարտների մասին է եւ նրանց հետագա ապրելու վայրի, նրանց խնդիրների։ Արդեն առաջին հարցի հետ կապված փոքրի շատ է լուծումը ստացանք, Հայկուշ, արդեն տեսնում եմ ձեր ժպիտը, դա եւս հուսադրող է։ Անցնենք մյուս երկու հյուրերին, խոսենք Նելի Հովակիմյանի հետ, Նելի։ Կխնդրեի ներկայացնեք հակիրճ ձեր խնդիրը։ 2008 թվից ընդգրկված այդ ծրագրում ու ամեն անգամ երբ մենք դիմում ենք, իրանք ասում են, որ ամենաառաջնահերթ ձեր անունն է, քանի որ 3 տղա ունեք, ամենաառաջնահերթ դուք ունեք 3 տղա, իմ մեծ տղան արդեն բանակում է, երկուսն էլ զույգ տղաներ են 17 տարեկան։ Շատ լավ է։ Իմ տղաներից մեկը սպորտսմեն է, Եվրոպայի եռակի չեմպիոն։ Ամեն անգամ առաջնահերթ, հետո տեսանք, որ մեծ բնակարան չեն տալիս, Թիֆլիսյան խճուղու վրա երբ որ շենք էր կառուցվում, խնդրեցինք այնտեղ գոնե մենք լինենք սատարող ընտանիք, որտեղ մենակ սատարող ընտանիքի սենյակներ, մի քիչ բավականին մեծ, այնտեղ 1 հոգու համար նախատեսված սենյակներ էր։ Դե դիմեցիք արդեն ամեն ինչ համապատասխանում էր, մենակ պատճառաբանեցին, որ մենք սեփականություն ունենք։ Երբ որ մենք ամուսնացել էինք, դա արդեն 20 տարի ամուսնացած եք։ Այդ ժամանակ մենք հանրակացարանում էինք ապրում, Մեղրիում, մենք Մեղրիից ենք տեղափոխվել։ Այդ հանրակացարանում ապրում ենք, երեխաները փուջուր էին, 15 քառակուսի մետրում։ Երբ որ սեփականաշնորհան, հանրակացարան արդեն երկրորդ սենյակն է տվեցին, 2 15 քառակուսի մետր սենյակներ, հա։ Իրանք ասեցին, դուք պետքա ոչ մի բան չունենաք, այսինքն ես 20 տարի պետքա փողոցում մնայի ու այդ տունը սեփական չէին տա, ժամանակավոր 10 տարի կացարան էր։ Ես պիտի 20 տարի փողոցում մնայի, որ նոր իրանք ինձ ժամանակավոր կացարան տային։ Էլի մեկ հարց, այդ տեղը, տունը արդեն 30 քառակուսի
մետր, ձեր սեփականությունն է ներկայացնում։ Մեր սեփականությունը ինքը Մեղրիում է, ինքը հանրակացարան է, շատ ահավոր վիճակում, չկա ներսում ոչ սանհանգույց, ոչ խոհանոց, ոչ մի բան, 4 պատա, եթե ես այդ 30 քառակուսի մետրում սանհանգույց եւ խոհանոց սարքեմ, քանի քառակուսի մետր կը 15 քառակուսի մետրում, ես 5 հոգանոց ընտանիքով, բանակի տղաներով այդ դեպքում ես կխնդրեմ այդ պատկան մարմիններին, որ մեզ 5 հարկանի մի հատ կառավատ նվիրեն, որ դնենք տանանգյունում, ամեն մեկս մի հարկ ուրիշ տարբեր 15 քառակուսի մետրում հնարավոր չի։ Ես հասկացա, թույլ տվեք մյուս հարցը։ Ներկայումս որտեղ եք բնակվում։ Վարձով ենք բնակվում, մենք արդեն 19 տարի է Վարձով ենք ապրում։ 1 տարի եք։ Այո, մենք մենակ մեկ առաջի տարին ենք այդ հանրակացարանում ապրել։ Հնարավոր չի։ Ովքեր են ապրում հիմա այդ հանրակացարանում։ Ոչ մեկը։ Իսկ փորձել եք վաճառել այդ տարածքը։ Ոչ վաճառվում է, ոչ մի ընդհանրապես ոչ ապրելու համար է, ոչ էլ վաճառել։ Ես քաղաքապետարանից մեր ագարակի թուղթեր է, որ ապրելու համար հնարավոր չի, չկա ոչ մի ապրելու համար պայմաններ։ Ասացի գոնե ընդառաջեք, հա հենց այդ որ 3 զինվոր ունեմ, ժամանակավոր կացարն է, դուք մեզ սեփական բնակարան չեք տալ, 10 տարի կապրեիք այդտեղ, գումար կհավաքեիք, բնակարան կառնեիք։ Օրենքի բոլոր կետերը իրանք ճիշտ են անում, օրենքով պետք է սեփական տարածություն։ Ձեր խնդրին շատ լավ մանրակրկիտ կերպով ծանոթ է Աննա Մնացականյանը, եթե չեմ սխալվում, Աննա, կխնդրեի ներկայացնեք։ Ինչ կարող ենք անել կամ որն է խնդիրը։ Ընդհանրապես Մեղրի, որտեվ խորհրդային իշխանությունը երբ որ փլուզվեց, Գավառից մոտ 70 սաների տարան Մեղրի, ընդ որում դա էլի տնտեսական քաղաքականության հետևանք էր, ագարակն էին զարգացնում, տնտեսություն էին զարգացնում եւ այդ երեխաներին տարան այնտեղ հետագայում, որպեսզի նրանք այդտեղ ապահովեն նաեւ աշխատանքով եւ այնտեղ կար հանրակացարան եւ Մեղրի շուրջ 15 շրջանավարտներ մենք իրավունք չունեինք ընդգրկել ծրագիր, որովհետեւ իրենք 89 թվականին էին դուրս եկել մանկատնից 88-89 եւ արգելք կար 91-ից սկսյալ էինք հաշվառում։ Մենք նախ 3-4 տարի պայքարեցինք, որպեսզի այդ մարդկանց ներգրավենք։ Այ անցյալ տարի դեկտեմբերին կարծում եմ դուք էլ ներկա եք Թբիլիսյան խճուղու սոցիալական բնակարաններում տեղավորվեցին այդ մարդկանց մի մասը, որոնք էլի հաշվառված չէին, լամպերի գործարանի աղջիկները։ Եվ այդ թվում նաև առաջարկվեց Եփիֆանովնա Վալենտինին, որի հետ մենք ընթացքում անշուշտ տարբեր խնդիրներ փորձել ենք լուծել, մասնավորապես իրավական դաշտում փաստաթղթերի հետ կապված, բայց ինչ վերաբերվում է բնակարանին, 2008 թվականին Եփիֆանով Վալենտինը դեռևս բնակվում էր Սյունիքի մարզում, Մեղրիում եւ ցանկություն ուներ ապրելու այնտեղ։ Հիմա ուզում են Երևանում։ Երևանում չկա բնակարան։ Կային սոցիալական բնակարաններ Թբիլիսյան խճուղում, որոնց նույնպես փոքր։ Ես բազմիցս անգամ կրկնել եմ, որ ես Երևանում բնակարան չեմ ուզում, թող լինի Մասիսում, թող լինի քաղաքի մոտ, որ իմ երեխեքը ու քաղաքի մոտ։ Ամենակարևոր նախադասությունը։ Ու բազմիցս ասել եմ, որ ես հրաժարվում եմ իմ սեփական տարածքից, քանի որ ինձ բնակարան տվեք, ես իմ հանրակացարան, այնտեղ ապրել հնարավոր չի, ոչ ապրելու համար, ոչ վաճառելու։ Սիրելիս, ես լրիվ ընդունում եմ, այսինքն որևէ վարքյան չեմ ուզում հակառակ ապացուցեմ, ես ծրագրի կոնցեպտն եմ, հա։ Էլիտար շենքում բնակարան եք ուզում, դուք չեք դրա մասին չի, խոսքը նրա մասին է, որ երբ որ մենք չենք ապահովում մարդկանց Մեղրի, հանգամանքները փոխվում են, իրենք փորձում են, նաև ընդհանուր տնտեսական վիճակից ելնելով, բոլորը ձգտում են Երևան։ Դա խնդիր է, որը վերաբերվում է բոլորիս։ Երևանը մեծ գլխով, փոքր վտիտ մարմնով երկիր ենք դարձել։ Դա հիվանդության նշան է։ Ես լրիվ համաձայն եմ, որովհետև մարդիկ ուրիշտեղ չեն կարողանում գտնել աշխատանք եւ իրենց կենցաղն ապահովել։ 6 տարի շարունակ իմ բոլոր պետական պաշտոնյա ընկերների հետ հանդերձ չկարողացա տեղավորել մեկ մանկատան շրջանավարտ Չինարի գյուղում, որտեղ դու պիտի խնդրես, շնորհակալություն հայտնես, որ այդ մարդը հերոսություն է անում այդ գյուղում շարունակում է ապրել։ Դե բոլորս գիտենք այնտեղ սահմանամերձ է եւ խնդիրներ կան կրակում են։ Շնորհակալություն Տիկին Մինասյան։ Լրացնել Եփիֆանովների հետ կապված հնարավորությունները, քանի որ երկրի փոքր են, պայմանները չափազանց խիստ են։ Ինչը նշանակում է ոչ միայն սեփականություն պիտի չունենա, այլ նախորդ 5 տարիների ընթացքում անշարժ գույքի օտարման գործարք պիտի կատարած չլինի։ Սա կառավարության որոշման պայմանն է, որովհետեւ երբ որ հնարավորությունները փոքր են, վարքականոնը, թա վարքագիծդ արդարացնելու որոշակի խիստ պայմաններ ես դնում որպես պետություն, որովհետև չես կարող հնարավորություն ունենալ բոլորին օգնել 5 տարի։ Կոնկրետ դեպքում Մեղրիում եւ ուսումնասիրվել է
այդ հանրակացարանի պայմանները, թե սա ընտարահիգենիկ եւ մնացած, այնինչ ներկայացնում են բացարձակ ճշմարտություն է։ Փորձել ենք հնարավորություն հագտնել նաեւ պետական մարմինների եւ աշխատողների, տեղի աշխատողների միջոցով, արդյոք կա վաճառքի հնարավորություն, որովհետեւ դա մի փոքր հնարավորություն կտա հետագա խնդիրները լուծելու։ Մարզպետի հետ ենք այն ժամանակ աշխատել, արդյոք հնարավորություն կա Սյունիքի մարզում որևէ տարածք հատկացնել, բայց քանի որ նաեւ երեխաների հետ կապված տեղափոխման հարց կար, բնականաբար եւ այնտեղ հնարավորություն չկար, տեղափոխվեցին։ Մենք Եփիֆանովից վերջին դիմումը ստացել ենք 14 թվականի հոկտեմբերին։ Նախարարի անմիջական բանակցությունների արդյունքում Կենտրոնական բանկի հետ, որովհետեւ դիմումը վերաբերում էր հիպոթեկային վարկի ձևակերպում եւ դրա հնարավորություն ստանալու համար, մեկ ամիս անց նոյեմբեր ամսին նախարարը միջնորդել է Կենտրոնական բանկին հնարավոր մատչելի պայմաններով հիպոթեկային վարկի ձևակերպման հարցերով։ Կարծեմ նրանք Բիզնես բանկի հետ են պայմանավորվել, որ այս պահին գործող առավել մատչելի տարբերակով հիպոթեկ տրամադրվի եւ կարծեմ դուք պիտի բնակարանը այս ընթացքում համապատասխան, այսինքն այն, որ իսկապես ինչպես եւ ասեց Աննան, ուշադրության կենտրոնում են հնարավոր բոլոր ճանապարհները փորձում ենք Տիկին Մինասյան, ես չեմ բացառում ուշադրությունը, ուղղակի փաստացի հարցը լուծում չի ստանում։ Բայց ես ներողություն խոսքս նաեւ վերջացնեմ, ես նորից 3-ից ուզում եմ անցում կատարել մնացած 227-ին եւ ընդհանուր առմամբ 361-ին, այո, եւ հիմա կոնկրետ այս պահին, ժամանակը եսի նկատի ունեմ, ամբողջ պետական ապարատը միջնաժամկետ ծախսային ծրագիրն է մշակում, առաջնահերթ հայտերն են ներկայացնում 16 թվականի պետական բյուջեի հայտի ներկայացման ակնկալիքով, բնականաբար նախարարությունը այս խնդրին մեծ ուշադրություն է դարձել եւ մենք լրացուցիչ առաջարկություն ներկայացրել ենք։ Ինչ կլինի, սարթ են ժամանակը ցույց կտա։ Ես ուղղակի շատ կուզեի այդ ժամանակ, երբ որ մենք դիմեցինք այդ ժամանակավոր կացարանի համար, ստոցապ նախարարի մոտ եղակ, ես շատ կուզեի, որ ինքը այն ժամանակ այդ մեծ ոգևորվածությամբ ուզենար մեզ օգնել։ Ինքը կարար օգնել, բարդ ոչ մի բան չկար, կարար ասել, որ 3 զինվոր ունեն, տղան արդեն ծառայում է, երկուսն էլ շուտով պետք է գնա ծառային, կարար չէ ժամանակ։ Հիմա արդեն երբ որ վարկի համար դիմել եք, ես 20 տարի վարձով եմ ապրում, 20 տարի էլ գնամ վարկով 60 տարեկանում շունչ քաշեմ, ասեմ, այս արդեն իմ տունն է, հա? 20 տարի ես պետք է վարկ տայի, չէ, 20 տարի պայմանագրով։ Իմ երեխաները, իմ տղան, ինձ ասաց մամ ջան, չվերցնեք այդ վարկը, 1-2 տարի պետք է գնաք ծառայության։ Ով այդ վարկը ամուսինը դիմումը գրելու ձեզ չէր համաձայնեցրել բովանդակությունը։ Ես մենք չենք առաջարկել հիպոթեկ Ես եմ առաջարկել, բայց հետո երբ որ հասկացա ինչ է, հրաժարվեցի։ Ինքը մենք ուզում էինք, հետո 20 տարի։ Մելի, ես ներողություն եմ խնդրում, մի հուզվեք, այսօր գիտեմ շատ ընտանիքներ, ոչ մանկատան երեխաներ են, սովորական ընտանիքներ են, ունեն 3 եւ ավելի երեխաներ եւ կրկին տուն չունեն։ Եվ նույն այդ հիպոթեկի խնդիրն ունեն իրենց ուսերին ծառացած։ Ուղղակի մի տարբերությամբ, որ դուք ի սկզբանե մանկուց կրել եք այն դժվարությունները, որոնք որ մարդիկ գոնե ընտանիքի շնորհիվ կարողանում են բաժանել միմյանց միջև։ Սա իսկապես առկա խնդիր ամբողջ հանրապետությունում։ Ես ինքս հասուն մարդ լինելով այս տարիներին նոր ինձ կարողացել եմ թույլ տալ ինչ որ մի կերպ հիպոթեկային ձևով որևէ բան ձեռք բերել, որը մինչև հիմա խլում է բավական լուրջ էներգիա, ժամանակ եւ գումարներ։ Ինչևից է, սա իսկապես առկա խնդիր է, թույլ տվեք մեր մյուս հյուրին էլ լսել, պարոն Քոչարյան, ես գիտեմ, որ դուք շատ ծրագրեր եք իրականացրել, հետաքրքիր է կա հստակ քանակ մանկատան շրջանավարտների, որոնց կարողացել եք ապահովել ըստ ձեր ծրագրի բնակարանով։ Միանշանակ այդ քանակությունը ունենք եւ մենք ունենք առանձին հայեցակարգ երիտասարդների բնակարանների աջակցության, բայց ցավոք սրտի դա միայն մեր կազմակերպության խնամքի ներքո գտնված երեխաներին է վերաբերում եւ նաեւ ցավոք սրտի պիտի ասեմ, որ ոչ բոլորին։ Կանխամտածված չափորոշիչներ ունենք, համաձայն որի երիտասարդը նախ պետք է վերջին 3-4 տարիների ընթացքում կուտակած ունենա քաղաքի ավելի համաստ թաղամասում 1 սենյականոց բնակարանի շուկայական արժեքի առնվազն 30%։ Այդ դեպքում մենք կարող ենք տրամադրել մնացյալ 70% եւ դա տրամադրում ենք անհատույց։ Մեկ հարց, դա անում եք որպեսզի ոգևորեք ու ավելի խթանեք աշխատանքի ցանկությունը, թե այո, դրա մասին ես իհարկե կուզեմ ավելի խոր ներկայացնել, որովհետեւ եթե պետությունն էլ փորձի տարբերակված մոտեցում դրսևորել, կարծում եմ, որ խնդիրը
ինչ որ չափով գոնե 20-30 կամ 40%-ով կարող է լուծվել։ Հիմա եթե ձեր չափորոշիչների նայենք, Նելիին վաղուց պետք է բնակարան հատկացնենք, որովհետև ինչ որ մի մաս նրանք կարողանում են ապահովել։ Այո։ Եվ մարդը 3 որդի ունի, աշխատող, եւ այնպես չի որ ինչ որ բան են խնդրում կամ մուրում կամ նստած սպասում են լավության։ Այդպիսի սաների համար էլ մեր հայեցակարգը նախատեսված է, բայց տեսեք ինչպես է։ Մենք էլ ի վերջում փաստորեն ընտրում ենք կարծես գերազանցիկ աշակերտի կընտրեին կամ մեդալակրի կընտրեին, որովհետև մեր հնարավորությունները սահմանափակ են։ Մենք այդ 70%-ը չպետք է գերազանցի 10,000 եվրոյին համարժեք գումար։ Այսինքն սա արդեն սահմանափակում է մտցնում։ Միթե Երևանի շրջակայքում կա այդ գումարի մեջ համապատասխանող բնակարան։ Շատ դժվարությամբ կամ էլ ծայրամասերում կամ Երևանամերձ բնակավայրերում կարող է։ Թեկուզ թող լինի Նորքի, ասենք 6-րդ զանգված։ Չէ, 6-րդն էլ դժվար լինի։ Չկա, ուղղակի այդ գնի սահմաններում չկան սահմանափակումը սա է, իսկ դրանից ավել գումար իրավունք չունի։ Քանի շրջանավարտի եք կարողացել ապահովել։ Մենք արդեն 15 հոգու տրամադրել ենք, բայց մենք ունենք մինիմում ծրագիր եւ մաքսիմում ծրագիր։ Մինիմումից մաքսիմում։ Մինիմումը դա այն սաների համար, ովքեր ունեն ժառանգած բնակարաններ, մենք տրամադրում ենք գումար, որպեսզի նրանք վերանորոգեն, բերեն հասցնեն բնակելի վիճակի եւ այդ մինիմումը այսինքն վերին շեմ չունի որպես այդպեսի, բայց հիմնականում ոչ մեծ գումարներով կարողանում ենք աջակցել։ Այսինքն եթե մենք հաշվի առնենք մինիմումի աջակցությունը նույնպես, թիվը բնականաբար 30-ն էլ կանցնի։ Իսկ մաքսիմումը դա արդեն կոնկրետ բնակարան ձեռք բերելն է, գնելն է։ Նախկինում մեր սաները հիմնականում փորձում էին Հրազդանում, Վանաձորում, շրջաններում ձեռք բերել, Երևանում մի քանիսը կարողացան ձեռք բերել, տարօրինակ կերպով նաև 2 տարի առաջ դարձյալ Երևանում կարողացան մեր սաները գտնել այդ բնակարանը։ Այստեղ խնդիրը շուկայական հարաբերությունների մեջ է, վերջո երբեմն լինում են մարդիկ, որ շտապ վաճառում են։ Եթե պահը ամընկնեց, ապա հնարավորություն կլինի, որպեսզի նրանք կարողանան նաև այդ բնակարանը ձեռք բերել։ Ես կարծում եմ մի մեծ խնդիր կա կապված Երևանից դուրս գտնվող բնակարանների հետ, դրանք մարզային ավաններն են, գյուղաքաղաքներն են, փոքրիկ քաղաքներն են կամ ուղղակի մեծ քաղաքներն են թեկուզ, նույն Գյումրին կարող ենք բերել օրինակ, այնտեղ կա նաև աշխատանքի խնդիր, ինչպես եւ այստեղ, բայց այստեղ ինչ որ մի կերպ հնարավոր է լինում լուծել։ Բնականաբար մեր սաներն չեն ցանկանում։ Եվ 4 պատի մեջ ապրելով այդ մարդը միևնույն է պետք է կարողանա ապահովել իր այն սաները, ովքեր Վանաձորում բնակարանը գնել են նրանց համար, դեռևս 2004-5 թվականներին, նրանք հիմա բոլորն էլ ապրում են Երևանում։ Իրենց բնակարանը վարձով են տվել, Երևանում այստեղ վարձով են մնում, որովհետև այստեղ կարողանում են աշխատանք գտնել, ավելի բարձր վճարվել, իսկ Վանաձորում Բայց ձեր ծախսերն էլ այստեղ անհամեմատ ավելի բարձր են, քան Վանաձորում։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, Մարինե Սարգսյանը մեր երրորդ հյուրը անհամբերությամբ սպասում էր այսօրվան եւ եթե չեմ սխալվում, նա բազմիցս փորձել է ձեզ հետ հանդիպել Տիկին Մինասյան, այսօր ահա այդ առիթը նրան ընձեռվել է։ Մարինե, ես կխնդրեմ, որպեսզի դուք ներկայացնեք ձեր խնդիրը կարճատև դադարից հետո։ Մարդկային գործոնն է եթերում եւ այսօր շատ քաղաքակիրթ միջավայրում փորձում ենք բարձրաձայնել որևէ կերպ տալ լուծում այն խնդիրներին, որոնք որ մարդիկ տարիներով կրում են իրենց ուսերին։ Խոսքը մանկատան շրջանավարտների մասին է։ Մարինե, համեցեք ձեր խնդիրը ներկայացրեք։ Ես Զատիկ մանկատան սան եմ, 2006 թվականից շահառու եմ։ Եվ 10 տարի է սպասում եմ իմ բնակարանին։ Դիմել եմ սոցնախարարություն Լալա Ղազարյանին, այնտեղից Լալա Ղազարյանն ինձ ասում է գնացեք հոմի հետ կապ ունեցեք։ Այդպես ես չկարողացա ինչ որ ճիշտ լուծում իմանալ էլի իմ բնակարանի։ Իսկ ի՞նչն էր խնդիրը, ի՞նչն էին ասում։ Ինձ ասում էին դեռ չկա, բնակարան չկա, կա միայն Մարալիկում։ Կամ Մարալիկում, եթե կարելի ես ներկայացնեմ, ուրեմն Մարալիկի ծրագիրը հրաշալի ծրագիր է։ Պարզապես այս մարդը մեծանալով Երևանում, ինքը չի ուզում գնալ Մարալիկ։ Շնորհակալ եմ եք վարքյան, Մարինե, պատրաստ եք ապրելու Ոչ, որ ինձ ասել են, ես ասել եմ, որ իմ ամուսնու աշխատանքը Երևանում է։ Եթե մենք գնանք այնտեղ ո՞նց ենք ապրելու։ Որտեղ եք բնակվում ձեր ամուսնու հետ հիմա։ Զեյթունում։ Վարձով։ Չէ, վարձով չենք, հիմա կիսուրենցս տանենք, վարձով էինք ապրում, 2 հատ երեխա եմ կորցրել, հիմա ես բալիկիս ունեցել եմ, կիսուրս ինձ բերեց, որ ես նորմալ կարողանամ երեխայիս ունենամ։ Իսկ ինչն էր պատճառը կորստի, ինչով է կապում բնակարանի բացակայության հետ։ Խոնավեր։ Որտեղ։ Բնակարանը խոնավեր, որ մենք վարձով վարձակալել էինք։ Իսկ ինչու հենց
սկզբից չէիք ապրում սկեսուր մայրիկի հետ։ Որովհետև հնարավոր չի, էլի, ինքը ունի նաև էլի մի տղա երեխա ու ամուսնացած, աղջիկ ունի ու բոլորը ապրում են այդ նույն տանը։ Բոլորը ապրում են Քանի քառակուսի մետր։ 80։ Պարզ է, շնորհակալություն Մարինե։ Հորիզոնական ինտեգրում, ոչ թե մանկատան շրջանավարտի ինտեգրում տեղի չի ունենում, այլ մեր որդեգրած քաղաքականությունը տարածքային համաչափ զարգացման ըստ իս դեռևս չի իրականացվում։ Լավ, ընդունում եմ, Աննա, բայց չէ՞ որ հենց Մարինեի օրինակի վրա չի կարող տարածքային համաչափ զարգացումը տեղի ունենալ։ Եթե մարդու ամուսին է եւ ընտանիք ամբողջապես ապրում է Երևանում։ Անշուշտ, Մարալիկ Երևան կապը այդքան էլ հեշտ կապ չի։ Խոսքը գնում է 310 քանի մարդկանց մասին, որոնք դեռ սպասում են, չէ՞ Մարինեն առիթ է ունեցել այստեղ է եկել, բայց այնտեղ կան մարդիկ։ Եվ խոսքը գնում է ընդհանրապես 60,000 անօթևան մարդու մասին։ Այսինքն նրանք պատրաստ են մնալու անօթևան, միայն թե չապրեն Մարալիկում։ Մարալիկում ապրում են բոլորը։ Տեղ, եթե չեմ սխալվում, չկա։ Այնտեղ կան բնակարաններ, որոնք բռնի գրավվել են։ Այսինքն մարդիկ այնտեղ կան Մարալիկի վթարային շենքի բնակիչներ, մարդիկ սիրով բնակվում են, ընդհանրապես խնդրում են աշխատանք։ Շենքերում են։ Աշխատանքով ապահովման խնդիր կա քաղաքապետի խնդիր, հա, որ քաղաքապետը զբաղվի ի վերջո, որտեղ դրանք դառնում են իր բնակիչները, հիմա մանկատան շրջանավարտ է կամ ոչ, ինքը դառնում է Մարալիկ քաղաքի բնակիչ։ Տնտեսական զարգացման խնդիր կա, որ աշխատանքով պիտի այդ մարդկանց ապահովես, որտեղ հետո գնում են իսկապես ծանր կացության մեջ։ Ընդունեցի, լավ, հիմա Մարինե Սարգսյանը ունի այս խնդիրը։ Մարդիկ 3 ընտանիքով, այսինքն սկեսոր մայրիկն էլ ամուսնու հետ հավանաբար 4 ընտանիք բնակվում է 80 քառակուսի մետր տարածության վրա։ 13 թվականին մեր երկրին անհրաժեշտ է սոցիալական բնակարարաշինության ռազմավարություն եւ քաղաքականություն։ Մենք համակարծիք ենք։ Այո, հիմա դա պիտի մշակվի եւ միս ու արյուն ստանա։ Եթե չեմ սխալվում, կառավարությունում քննարկվել է նման ծրագիր, որը մնացել է թղթի վրա։ 2012-ին ուրեմն կա հավանության արժանացած սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարություն իր միջոցառումների ծրագրով եւ քաղաքաշինության նախարարությունը եւ մեր նախարարությունը փորձել ենք հնարավորինս ամբողջ հանրապետությունում հագնել այն շենքային, այսպես ասենք, ֆոնդը, որը կարող է դառնալ սոցիալական բնակարանային ֆոնդ։ Ցավոք սրտի նորից պիտի գամ երկրի ընդհանուր բոլոր խնդիրներին, որովհետև սա որքան էլ թիվը, հա, այսպես ասենք, փոքր լինի 361 ընտանիքի մասին ենք խոսում, բայց ինքը բնակարանային շինարարությունը մնացած այլ ծրագրերի համեմատությամբ ամենածախսատարերից մեկն է, բայց սա այն է, ինչ սոցիալապես անապահովների մեր խիստ պայմաններով հաշվառման դեպքում ընդհանուր բնակարանային կարիքը, եթե ամբողջ հանրապետությունում նայում ենք, եթե քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ լինեն, դա շատ ավելի մեծ է եւ այս տարի աղքատության գնահատման նոր մոտեցում եղավ, որը բազմաչափ աղքատությունն է գնահատում, որի ցուցանիշներից մեկը բնակարանն է։ Այսինքն խնդիրը իհարկե կոնկրետ այս 3 դեպքին եւ մնացած 361-ին չի մխիթարում, բայց այն խնդիրն է, որը աղքատության հիմքում է։ Եվ ունենք անօթևության խնդիր բառից բուն իմաստով, եւ միայն Երևանն է, որ ժամանակավոր կացարան ունի, եւ ունենք ժամանակավոր պայմաններում նմանատիպ մեկ բնակարանում 3-4 ընտանիքի բնակվելու հանգամանք, եւ նորից պիտի գամ նախորդ ասածից, որ առաջարկությունը ներկայացվել է միջնաժամկետ ծախսային ծրագրում, որ առաջիկա 3 տարիների ընթացքում հնարավոր բոլոր տարբերակներով փորձենք խնդիրը լուծել։ Դա կլինի բնակարանի ձեռքբերում եւ հատկացում, դա կլինի վարձակալության պայմաններում, այսինքն ինչ հնարավորություններ կլինեն տարբեր միջոցներով ու տարբեր մեթոդներով կարողանալ աջակցել։ Շնորհակալություն Տիկին Մինասյան։ Այս պահի իրականությունն է։ Մարինե, ես զանգահարել եմ ուրեմն սոցնախարարություն, որպեսզի խոսեմ Աստղիկ Մինասյանի հետ հունվարի եւ այնտեղ ինձ ասացին, որ ես պետք է փարոսում ընդգրկվեմ եւ զաքսավորվեմ, որպեսզի իմանամ, որ ես հիմա հասկացա խոսքը ինչի մասին է, ավելի արագ ներկայացնեմ երևի թե սոցիալապես անապահով ընտանիքներ, որ ասում ենք, այսինքն սոցիալական բնակարանային ֆոնդի տարբեր մոդելներ կան, մենք գնացել ենք աջակից պայմաններով սոցիալական բնակարանային ֆոնդ հասկացությանը։ Մարալիկի սոցիալական բնակարանային տանը, սոցիալական տանը, լինի Թբիլիսյան խճուղու վրայի տանը, հասարակության, այսպես ասած, կառուցվածքն ենք փորձել ձևավորել։ Դրա այդտեղ եւ կան մեծահասակներ, եւ մանկատան շրջանավարտներ, եւ առանձնողական խնամքի մնացած երեխաներ, եւ կա սատարող ընտանիք հասկացությունը։ Այսինքն ընտանիքի կերպար,
որը պիտի օրինակ դառնա թե առանձնողական խնամքի մնացած երեխաների համար, թե մանկատան շրջանավարտների համար եւ կարողանա աջակցել նաեւ միայնակ կենսաթոշակառուներին։ Եվ երբևէ չի բացառվում այն հանգամանքը, թե մանկատան շրջանավարտը չի կարող հաշվառվել որպես սատարող ընտանիք։ Դա ենք առաջարկել ամուսնությունը ձևակերպել, դա նշանակում է, որ առնվազն երեխաները պիտի հայր ունենան, դրանից հետո հաշվառվել, դա էլ իր կանոններն ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, որը կարող է նաև այլ աջակցության ձևեր առաջարկել եւ հաշվառվել որպես բնակարանային ֆոնդ։ Գրանցել է փաստացի իրենց տան վրա։ Դա ուզում եմ իմանալ, դա ինչ կապ ունի իմ բնակարան ստանալու հետ։ Նորից նշեց, որ խոսքը վերաբերում է որպես սատարող ընտանիք հաշվառման, երբ որ ասեցին կառավարության որոշում ընդունվեց եւ կանոնակարգվեց դաշտը, նաեւ դա էր, որ ըստ սոցիալական խմբերի հաշվառում ենք։ Կոնկրետ ընկերուհին կարող էր եւ որպես մանկատան շրջանավարտ հաշվառվել եւ որպես սատարող ընտանիք։ Եվ հերթը որ տարբերակով առաջ կգար, որովհետեւ մինչեւ 10 տարի սպասում է։ Ես խոսում եմ 13 թվականի օգոստոսի 1-ի որոշման մասին։ Հա, մենք դրա համար առաջարկել ենք հնարավոր բոլոր տարբերակներով, եթե կարող ես հաշվառվել նաև որպես սատարող ընտանիք եւ մանկատան շրջանավարտները 227-ն են, սատարող ընտանիքները մի քանիսն են հաշվառման, այսինքն հերթ առաջ գնալու տարբերակներ կան, առաջարկությունը դա է եղել։ Բնակարան պատրաստի կա։ Այս պահին ոչ։ Դե ինչի մասին ենք խոսում մենք։ Ես ամբողջ ընթացքում լսում էի, մարդիկ հերթագրված են, սպասում են, լավ գրանցվեց, գնաց ԶԱԳՍ, հետո սատարող ընտանիք հերթը հասավ, ինչ ենք տալիս նրան։ Եթե խնդիրը միայն բնակարանն է, այո, բայց կա նաև հա ընտանիքի այլ կարիքներ։ Ընտանիքը դե ոնց հասկացա նպաստ ստանում եք, չէ՞ Մարինե։ Չէ, ոչ էլ դա, որովհետև Փարոսում այնքան թղթեր ուզեցին ինձանից, որ դա տարիներ կտևի, որ ես հավաքեմ։ Չէ, բոլորը հավաքում են այդ թղթերը եւ տարիներ չի տևում։ Դուք աշխատում եք, Մարինե։ Ոչ։ Հասկանալի է, շնորհակալություն իմ հյուրերին, շնորհակալ եմ, որ եկաք, ձեր ցավը, ձեր խնդիրները բարձրաձայնեցիք այստեղ, սրանք եզակի օրինակներ չեն, պարզապես նրանց միջոցով մենք փորձում ենք բարձրաձայնել շատերին, ամփոփեք։ Իմ կոչն է պետական ատյաններին, հասարակական կազմակերպություններին, լրագրողներին, որոնք ուզում են օգտակար լինեն ծրագրին, թող հետևողական լինեն, որպեսզի կառավարությունը կամ ազգային ժողովը պետական բյուջեում պարտադիր ամեն տարի տրամադրեն գումար սոցիալական բնակարանաշինության ոլորտի համար։ Հիմա ես օրինակ գիտեմ, որ ապարանում կա հրաշալի շենք, որը հնարավոր է տրամադրել, այսինքն եթե հերթականությամբ տրամադրվեն տարբեր մարզերում բնակարաններ, խնդիրը կամաց կլուծվի, գոնե կթեթևանա, եթե նույնիսկ ոչ բոլորին, կամաց փոքր տոկոս գոնե, թող որպես գերակայություն պարտադիր մտցնեն բյուջե։ Պարոն Քոչյան, ամփոփել եք։ Ես նորից ուզում եմ անդրադառնալ տարբերակված մոտեցմանը, որովհետև դա խիստ կարևորում եմ։ Դեռևս 2009 թվականին մեր նախկին վարչապետը այցելեց մեզ մոտ, բայց ամբողջությամբ ծանոթացավ այս մեթոդաբանությանը եւ նա էլ ցանկություն արտահայտեց, որպեսզի որոշումների մեջ համապատասխան փոփոխություններ մտցվեն եւ այդ տարբերակված մոտեցումը լինի, որովհետեւ նման դեպքերում մենք կարող ենք իրոք նվազեցնել կարիքավորների քանակը։ Այստեղ մենք խոսքը գնում է միայն բնականաբար մանկատան սարների մասին, մանկատան շրջանավարտների մասին, այսինքն խոցելի խավ է, որոնց համար պետություն ունի պարտավորություն։ Այդ պարտավորությունը պետք չէ նայել նախկին խորհրդային մոտեցմամբ, այսինքն բոլորին անպայման պետք է տրամադրել եւ վերջում ունենանք այս պատկերը, որովհետեւ չափանիշներ բնականաբար բոլորին էլ դրվում են եւ բացառություններ, այս բացառություններն էլ մարդկային կյանքեր են, տարիներ են, որոնք ոչինչի չեն հասնում։ Այնուհետև դարձյալ 1-2 անգամ քննարկումներ եղան, բայց ուզում ասել, որ օրակարգում ինչ-որ միտեղ դրված է այդ տարբերակված մոտեցման խնդիրը։ Միգուցե մի խթանել է պետք, որպեսզի նորից արձանագրություն, ռազմավարական ծրագիր թղթի վրա ռազմավարական բառը մեծ ճոխություն է երբեմն մեր կառավարության նիստերի համար մի հանդիպմանն էլ աննայեց շնորհակալ եմ շատ պարզ է, իսկապես սրանք խնդիրներ են, որոնք կարող են նման մանր կարևոր ճիշտ կազմակերպված հարցերով լուծումներ ստանալ, բայց ուզում եմ մի բան ասել։ Նելին նորմալ դասական ավանդական ընտանիքից ամուսնացել է մանկատան տղայի հետ։ Սա շատ գովելի քայլ է։ Յուրաքանչյուրը նրանցից ստեղծել է ընտանիք։ Եվ մենք արդեն կարողացել ենք կոտրել այն պատնեշը, որը կոչվում է մանկատան երեխա, որովհետև այդ երեխաները շատ ավելի նվիրված են իրենց ընտանիքին, շատ ավելի նվիրված են իրենց ամուսիններին կամ տիկնանց եւ շատ ավելի լավ են հասկանում այդ ընտանիքի համը եւ հոտը։ Ես կարծում եմ, որ ամենակարևոր առաքելություններից է ոչ միայն պարզապես տանիք ապահովել, այլև նրանց իսկապես աջակցել, ոչ թե որպես խնդիր ունեցող կամ մուրացկանների կամ վատ ապրողների, այլ որպես մարդկանց, ովքեր արդեն հաղթահարել են իրենց կյանքի դժվարին փուլեր։ Ավարտելով կասեմ միայն մի բան. ծնողներին տանում են ծերանոց
ստանում են նրանց թոշակը եւ ծախսում են։ Ինչ որ մեկը բնակարանը ունենալով հանդերձ վաճառում է իր երեխաներին հանձնելով մանկատուն։ Մարդիկ ամուսնանում են, սակայն գրանցում են միայնակ մայր, որպեսզի ստանան նպաստ։ Ես չգիտեմ, սա անշուշտ վատ կյանքից է, բայց ինչ որ միտեղ ինչ որ մի բան սխալ է։ Իսկ այդ սխալները պետք է շտկել եւ ուղղել միայն բարձրաձայնելով, եւ ահա այսպիսի քաղաքակիրթ ու շատ կարևոր ու կառուցողական պայմաններում ստեղծելով այն ընդհանուրը, որը որ կօգնի բոլորիս գալ մեկ ընդհանուր եզրահանգման։ Ես հուսով եմ, որ կառավարության նիստերին հաճախ կքննարկվի պարբերական բնակարանաշինության հարցը առհասարակ, որովհետև դա այսօր ամենահրատապ խնդիրներից է Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այո, Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք, բայց այդ մենքի մեջ մտնում են շատ կոմպոնենտներ, որոնք պետք է պահպանել։ Շնորհակալ եմ իմ հյուրերին, կհանդիպենք կրկին մարդկային գործոնը լինելու է հետևողական։